Ինչպես խոստացել էինք, մենք արդեն հյուրասրահում ենք, ձեզ բարի լույս ենք մաղթում այստեղից։ Այո, եւ նաեւ խոստացել ենք, որ ունենալու ենք շատ հետաքրքիր մշակութային տարբեր զրույցներ, սկսում ենք թատրոնից եւ այսպես հուլիսի 15-ին եւ 16-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում հանդիսատեսին սպասվում է նոր առաջնախաղ ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի պիեսի մոտիվներով բեմադրված ռոմանտիկ Too Much ներկայացումը։ Սուրեն Շահվերդյանի բեմադրած այս կատակերգությունը խոսում է սիրո, մարդկային հարաբերությունների, ընտանեկան արժեքների եւ կյանքում նոր իմաստներ գտնելու մասին, հումորի եւ իհարկե անսպասելի իրավիճակների միջոցով։ Սպասված առաջնախաղից առաջ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են դերասանուհիներ Ելենա Վարդանյանը, բարի առավոտ, բարի լույս, Թեհինե Խաչատրյանը, բարի լույս, Աննա Պուշկինան, ողջույն եւ ներկայացման բեմադրիչ, թատրոնի գլխավոր, այո, Աշոտ Թադևոսյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ, մեր մշտական եւ շատ սիրելի հյուրերն եք եւ կխնդրենք խոսել ներկայացման մասին։ Ինչով գրավեց հենց Too Much ներկայացումը։ Ինչն էր ամենակարևորը պիեսի մեջ, որը գրավեց ձեզ։ Սկսենք Աննա Պուշկինայից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ անունը Աննա է։ Ես Ստանիսլավսկի դրամատիկական թատրոնի դերասանուհի եմ։ Սիրում եմ ապրել Հայաստանում։ Շնորհակալություն ինձ հրավիրելու համար։ Շատ լավ է ստացվում։ Այո, շատ հրաշալի եք խոսում իդեպ։ Աննա, բայց իհարկե չտանջելով ձեզ, կարող եք անցնել ռուսերենի, որովհետև մեզ մոտ դա մենք դիտարկում ենք ռուսերենը որպես մշակութային լեզու այս պարագայում։ Перейти на русский язык. Այո։ Շնորհակալություն։ В чем вопрос? Ինչը գրավեց նախ ներկայացման մեջ, ինչպես ստացակ առաջարկը Սուրենի կողմից։ Каким образом получили предложение от режиссера господина Шахвердяна? Каким образом я получила приглашение, мне кажется, это знает только он. У него есть какой-то там, не знаю, внутренний план, он всегда знает точно, кому какую роль дать. Но мне конкретно пришло предложение немножко поработать над этой пьесой именно как над текстом, осовременить чуть-чуть. Я взяла наш перевод, который изначально был написан еще в советское время, и, соответственно, он не очень хорошо ложится на нынешний текст. Я взяла английский текст, оригинал, взяла наш русский, что-то там немножко подправила, и мы получили то, что получили. Ինչպես են անցնում փորձերը, հետաքրքիր է ինչ կպատմում եք այս կատակերգական ամերիկյան կատակերգությունը ամեն դեպքում Սուրենը անդրադառնում է տարբեր թեմաների, հետաքրքիր է ըստ ձեզ ինչու որոշեց ամերիկյան այս դրամատուրգիան, Նիլ Սայմոն, ռոմանտիկ Too Much, ինչեր են կատարվում бемում։ Ну, я думаю, что в любом случае этот вопрос конкретно будет к режиссеру. По ощущениям, это очень интересная работа о человеке, который в определенный момент, спустя 20 лет своей жизни, совместной с супругой жизни, вдруг решил обратиться к себе с вопросами о жизни, о смерти, о том, правильно ли он прожил эту жизнь, вообще как дальше развиваться и так далее. И почему-то у этого мужчины, кстати, играет заслуженный артист Армении Арман Казарян, да, именно эту роль Барни. Так вот, после этих всех рассуждений он почему-то решил изменить своей жене. И для того, чтобы изменить, пригласил, не будем сильно скобки раскрывать, 3 женщин. 3 женщины являемся мы, 3 этими женщинами. И как-то так получается или не получается, уже не будем спамить, зритель придет и поймет. Но это замечательная комедия, прекрасно сделанная работа с Суреном Шахвердяном. У нас, вы знаете, сейчас в малом формате, на малой сцене, на новых площадках нашего театра делаются премьеры. Очень есть и комедийные, есть и очень драматические. Это комедийная премьера 15-16 мы ждем всех на
эту премьеру. Я уверена, что зритель будет просто в восторге, потому что сейчас нам, как всегда, особенно не хватает положительных эмоций, а эти положительные эмоции мы обязательно обещаем предоставим нашему зрителю. Մենք նույնպես վստահ ենք, որ ամեն ինչ շատ հաճ է անցնելու եւ շատ հետաքրքիր ու շատ հրաշալի էմոցիաներով կգնա հանդիսատեսը։ Տեխնիկա մի փոքր խնդրում եմ առանց փակագծեր բացելու, մի փոքր ձեր կերպարի մասին մեզ պատմեք, ինչի մասին։ Ինչ երասուհի է։ Այո։ Իրականում այս կերպարը ինձ համար այնքանով է հետաքրքիր, որ իմ կյանքում առաջին անգամ ես բեմում խաղում եմ մի կերպար, որը ինձ շատ նման է։ Իմ կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, իմ հոգեվիճակին ու հետաքրքիր էր, որ բարդ էր այդ ամեն ինչը վերհիշել ու բարդ է, որովհետև որքանև որ ժանրը կոմեդիա է, ես իմ հատվածը անվանում եմ շատ դրամատիկ հատված։ Այո, իհարկե կոմեդիայի ժանրը պահպանվում է, բայց այս կինը շատ նման է այն կանանց, ովքեր կյանքում ոչ միշտ են կարողանում դրսևորել իրենց որոշումները եւ կայացնել ճիշտ որոշում, ավելի ճիշտ մտածում են ուղեղով թե սրտով եւ իհարկե իմ բարագայում սիրտը հաղթում է։ Բայց սիրուհի է ամեն դեպքում Գիտեք, մի քիչ վիճելի հարց է ասել սիրուհիներ ենք մենք թե չէ, մենք տարբեր կանայք ենք, ում մեջ փնտրում է գլխավոր հերոսը իր կյանքի այդ միատոնությունը փոխելու իմաստը։ Այո, հետաքրքիր է ինչու։ Պարոն Թադևոսյան, խոսում ենք ամերիկյան իրականության մասին։ Ամեն դեպքում կատակերգությունն էլ հեղինակը ամերիկացի, հետաքրքիր է բեմանկարչականից լուծումներ եք առաջարկում։ Կասեմ ինքը նյույորքյան պատմություն է, բայց ավելի ինքը համամարտկային է, որտեղ Բարնին կամ մեր կողքը ապրում է Բարնին, մենք տեսնում ենք, գուցե մենք էլ ինչ որտեղ այդ տարիքի մոտ տղամարդիկ մի քիչ Բարնի են, չեմ կարող ասել դա, ամեն դեպքում Սուրեն Շահվերդյանը կրկին փորձեց զարմացնել եւ կարծում եմ կզարմանաք, ինձ շատ հետաքրքիր է նրա հետ աշխատել եւ շատ դժվար է եւ շատ հեշտ է, ամեն անգամ մտնելով նրա ստեղծագործական մտքերի մեջ փորձում եմ գտնել թե ինչ է անում եւ մեր առաջի սա երրորդն է Շահվերդյանի հետ, բացի այդ հունվարից ստանձնեցի նաեւ գլխավոր նկարիչի պարտականությունը, մի ներկայացումից հետո մեր շատ ճանաչված նկարիչներից մեկը մեր ընկերը հարցրեց թե Աշոտ, այս բեմադրությունում դու ինչ էիր արել։ Ասեցի հենց բան չէի արել, որ անեմ այն, ինչ որ չփչանա։ Այսինքն ամենակարևորը այն չի, որ նկարիչը ինչ-որ լցի, ինչ-որ ատրիբուտներով ցույց տա, որ նկարչական է, այլ անի այն, որ հանկարծ ավել բան չանի։ Այս բեմադրությունը ինքը լի է երկխոսություններով, շատ ռեժիսորական ու արտիստական բեմադրություն է, մեր հրաշալի արտիստները կարծում եմ կզարմացնեն բոլորիդ, Արմանը, Ելենան, Թերմինեն, Պուշկինան եւ ռեժիսորական հրաշալի աշխատանք է, ես աշխատում եմ չփչացնել նրանց հրաշալի աշխատանքը, կարծում եմ դա կտեսնեք։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, առավոտյան մենք պարոն Թադևոսյանի կողմից այսպես թղթի վրա անմահացել ենք եւ մեր հետաքրքիր եւ կիզակետային ամեն դեպքում դեմքի վրա երևացող բաներ այս ատրիբուտը կրկին աշխատել եմ ձեր հրաշալի դեմքերը չփչացնել։ Այո։ Շնորհակալություն։ Լեն, ինչ կպատմես քո կերպարի մասին։ Ամեն դեպքում Թերմինան չի տեսնում որպես սիրուհի ձեզ, բայց դե այո, այդ ամուսինը, որը հոգնել է իր միապաղաղ ամուսնական կյանքից, ձեզ է հրավիրում։ Ով է քո կերպարը առանձին, հետո կհամեմատենք մյուս կանանց հետ։ У меня веселая история. Мой кирпар это Бобби, наркоманка, психопатка, шизофреничка. Все идеально, все как я люблю. Это мы умеем. Так
вот, замечательный персонаж, очень наивный, очень светлый, приходит в гости для того, чтобы, опять не хочу, конечно же, раскрывать скобки, для того, чтобы вернуть деньги, которые нечаянно встретил ее в парке Барни, одолжил денег, и вот как-то потом завязывается эта история. Абсолютно не понимая, чего он ищет, она просто приходит вернуть эти деньги, которые, естественно, не возвращает. Дальше происходят очень такие веселые истории у нас с Барни, и потом я являюсь вторым отрывком в спектакле, и потом это все красиво, плавно перетекает уже в отрывок Армана и Анны Пушкиной. Իսկ կնոջ կերպարը ով է մարմնավորում? Нет ее, нет, мы ее не видим, Ага. нет, ни маму, ни... И, кстати, все действия происходят в мастерской матери. Маму не видим, но это постоянно она находится Да, с нами. она и находится с нами. Она везде. И, кстати, хотелось бы сказать, что у нас огромная, прекрасная, замечательная команда людей, которые работают над этим спектаклем. Художник по костюмам Юлия Финк, хореограф Нуна Киракосян, наши замечательные звуковики, световики, наш прекрасный помощник режиссера Лиана Севумян. Я хочу огромное спасибо сказать всей команде, которая работает над этим проектом. И, честно говоря, самое важное, знаете, что в процессе, а для нас, для артистов, вы сами прекрасно это знаете, процесс очень важный. И процесс, он доставляет огромное удовольствие, огромные положительные эмоции. Что очень важно, и мы надеемся, что эти положительные эмоции мы обязательно передадим зрителю, и он уйдет наполненный каким-то светом. Это важно. Այո, միանշանակ թատրոնը հենց դրա մասին է, որ հանդիսատեսը իր հետ որևէ բան տանի, դա շատ կարևոր է։ Մենք խոսում ենք մարդկային հարաբերությունների նաև մասին։ Այո, գլխավոր շեշտը հումորն է, զավեշտային իրադարձությունները, բայց դա քրքիր է որ հատվածն է, որտեղ որ իսկապես երևում է մարդկային այդ հարաբերությունները, ինչի մասին է ընդհանրապես հումորի տեսքով, ինչ եք ուզում փոխանցել հանդիսատեսին։ Տեմինա։ Գիտեք, ես մտածում եմ, որ իրոք հենց մեր հատվածը շատ ավելի մարդկային փոխհարաբերությունների մասին է, որովհետև էլի չեմ ուզում շատ բացեմ փակագծերը, բայց ես եւ Բարնին վաղուց անոթներ ենք։ Եվ երկուսս էլ ունենք նման խնդիր, երկուսս էլ շատ կոպիտ ասած կիսվում ենք իրար հետ։ Ընթացքում բարձվում է, որ շատ եւ նա ունի խնդիրներ, եւ ես ունեմ խնդիրներ, մարդկային հարաբերությունները միշտ էլ ամենավառ կիզակետում են լինում, չէ՞։ Հատկապես հումորի տեսքով։ Հումորի տեսքով, այո, այս պարագայում ես ուզում եմ ասել, որ մեր հերոսը Արմանը Գազարյան իրոք շատ հիանալի պարտնյոր է ու այդ հումորային մեր հատվածում հումորային այդ մասը ինքն է ապահովում, որովհետև ես ինձ չեմ կարող թույլ տալ այդ աստիճանի բաց լինել հումորի տեսանկյունից։ Իսկ նա, այսինքն մենք լրացնում ենք երկուսով եւ այդ առումով շատ ավելի հետաքրքիր է։ Այո, պարոն Թադևոսյան, ասացիք, որ դուք ամեն ինչ անում եք ներկայացման ընթացքում, որպեսզի բեմադրական լուծումներով փորձեք չփչացնել ներկայացումը եւ չխանգարել ներկայացմանը։ Բայց ամեն դեպքում մի փոքր էլի առանց փակագծեր բացելու գիտեմ, որ ներկայացման պարագայում դա շատ դժվար է ստացվում, բայց ինչպիսի բեմադրական լուծումներ մենք կտեսնենք։ Առաջինը պիեսայով Սայմոնը նախատեսել էր, որ ամբողջ գործողությունները ընթանում են Մայրիտի բնակարանում, Բարնին իր հնարավոր սիրուհիներին, իր մտածած սիրուհիներին հրավիրում է Մայրիտի բնակարան։ Շավերդյանի հետ քննարկեցինք, որոշեցինք ավելի ինչ-որ ինտրիգա ստեղծել, ավելի հետաքրքրացնել եւ դարձրեցինք Մայրիտին դարձրեցինք նկարչուհի եւ ամեն ինչը տեղի ունենում Մայրիտի արվեստանոցում, որովհետեւ մի քիչ կարծեցինք Մայրիտի բնակարանը այդքան գեղեցիկ չի, արվեստանոցը մի քիչ դա ուրիշ տարածք է, կարելի է։ Ու որոշակի դա նաև հետաքրքրություն մտցրեց երկխոսությունների մեջ, Արմանի հետ, Թեմինեի ասած այդ Արմանի հումորի մեջ եւ այլն, ինչ-որ Մայրիտի արվեստի հետ կապված, ընդհանուր այդպիսի տարածություն ենք ստեղծել, բայց էլի եմ ասում, աշխատել ենք չխանգարել այն հրաշալի երկխոսություններին, հումորին, որը տեղի ունենալու, որը կտեսնենք։ Ռոմանտիկ too much, այսպես է կոչվում ներկայացումը, այսինքն չափազանց too much romantic, ահա, too much romantic, այսինքն չափազանց ռոմանտիկ մարդ։ Հետաքրքիր է, ինձ հետաքրքիր է Աննայի պատասխանը։ Այս օրերում, երբ մենք
իսկապես ապրում ենք չափազանց արագ ժամանակաշրջանում, մեր կյանքը թվում է թե շատ արագ է տեղի ունենում, հետաքրքիր ռոմանտիկան իսկապես too much է, թե ամեն դեպքում ենք դրա պակասը ունենք։ Учитывая, в каких мы сейчас живем в реалиях, что все происходит быстро, и век интернета и так далее, мы действительно сейчас можем говорить о романтике и о том, она перебор в романтике или недосчет. То есть вообще она есть, это романтика, любовь и так далее. Интересный вопрос. Мне кажется, я вообще неправильный человек, чтобы спрашивать, потому что я абсолютно не романтический человек, не романтичный. Не знаю, с чем это связано, с плохим опытом, с возрастом, не знаю. В этом, кстати, может быть, поэтому частично мне дали эту роль, которую я играю, потому что во мне очень много сарказма, даже цинизма, а это есть в моей главной героине. Но, честно, я хочу верить, что это не ушло, что это осталось, что это есть, и что это подпитывает все-таки как-то нас, потому что должно быть что-то приятное, что наполняет душу, и почему бы не романтика. Իդեպ մենք չխոսեցինք ձեր կերպարի մասին։ Мы не говорили о вашем образе, расскажите немного об этом. Я подсиживаю тебя. Լելեն արիկող։ Да ничего страшного нет. Да, собственно, то, что я уже упомянула, это то, что есть во мне, и на чем, наверное, строится определенная база. То, чего нет во мне, но что, наверное, я бы хотела, чтобы было, это такой, не знаю, флёр старого Голливуда. Вот это вот мы стараемся добавить в наш образ, и мне это нравится, потому что я дикий фанат всего вот этого золотого века Голливуда. Очень много смотрю, как мне сделать этот образ, потому что в жизни я такая достаточно простая, расслабленная, и это иногда выползает на сцену, а мне нужно держаться. Вот, но как раз-таки мой образ и образ главного героя, которого играет Арман, это как раз-таки абсолютно разные противоположные персонажи, потому что во мне и в моем персонаже так совпало, романтики нет, а в нем она есть, и я думаю, что это будет интересно посмотреть на это противостояние. Կսպասենք դա դիտելու։ Քանի որ 21-րդ դարում հումորի միջոցով է ընդհանրապես, ոչ միայն 21-րդ դարում, առհասարակ հումորի միջոցով են խորը գաղափարները փոխանցվում մարդկանց, ես ամեն դեպքում կուզեմ ձեր կարծիքը իմանալ։ Ի վերջո հանդիսատեսը ինչ կտանի ներկայացումից, ինչ կարևոր գաղափար կվերցնի, այո։ Կարելի ասել։ Իհարկե։ Ընդհանուր առմամբ թե պիեսան, թե ներկայացումը դա ընտանիքի մասին է։ Սկզբից մինչև վերջ իմ կարծիքը միգուցե ես սխալվում եմ, միգուցե Շավերդյանը ուրիշ բան է ուզում ասել։ Ես ընդունում եմ, որ դա այն մասին է, որ եթե ընտանիքում մի բանը չի ստանում, փորձում է ուրիշ տեղից ստանալ, այսինքն ավելի լավ է ընտանիքում ծխեն, ընտանիքում խմեն, այն ամեն ինչ, ինչ որ մարդը փորձում է, ինչ որ ռոմանտիկ ձևով դրսում ստանալ, դա ընտանիքի մասին է այս բեմադրությունը։ Դե մենք էլ մեր հերթին մնում է խորհուրդ տանք եւ հիշեցնենք, որ հուլիսի 15 եւ 16, չեմ սխալվում։ Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, փոքր բեմ եւ շատ հետաքրքիր կատակերգություն, այսպեսի հրաշալի կազմի մասնակցությամբ, այնպես որ պետք չէ բաց թողնել եւ անպայման մասը լինել։ Շնորհակալություն, ինչ կավելացնեք, ինչ կուզեք, որ հեռուստադիտողն այս պահին իմանա, թե ներկայացման մասին եւ թե ընդհանրապես թատրոնում թողուբոհի։ Եթե չէ, ասենք, որ մենք բոլորս շատ սիրում ենք մեր թատրոնը, ունենք հրաշալի բեմադրություններ, սպասում ենք բոլորիդ, այդ թվում է մեր առաջնախաղին եւ բոլոր մյուս ներկայացումներին։ Այո, մեր թատրոնը լավագույնն է։ Այո, ահա։ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, այո, շատ հետաքրքիր ռեպերտուար ունի, պետք է անպայման այցելել թատրոն։ Դե մեզ մնում է ձեզ մաղթել լեփլեցուն դահլիճներ, հրաշալի հանդիսատես եւ իհարկե հրաշալի առաջնախաղ։ Շատ շնորհակալություն։ Удачи вам։